Բարի առավոտ սիրելի հեռուստադիտողներ, մենք այսօր մշակութային եւ կրթական անդրադարձ ունենք եւ առաջին անգամ հայկական կատարողական արվեստի պատմության մեջ հայերեն է թարգմանվել Կարլ Ֆլեշի մոնումենտալ եւ շրջադարձային ջութակը նվագելու արվեստը աշխատությունը։ Այն ջութակահարների կրթությանը վերաբերվող հիմնարար դասագիրք է, որը պատասխանում է գործիքին տիրապետելու բոլոր հարցերին։ Այս կարևոր աշխատության հայերեն հրատարակչության բացառիկ հնարավորության եւ այն կյանքի կոչելու մասին մենք կզրուցենք մեր հյուրերի հետ, ովքեր արդեն տաղավարում։ Տաղավարում են ջութակ նվագելու արվեստը, դասագրքի գերմաներեն նոր հրատարակության խմբագիր, ջութակահար Մաքսիմիլիան Սիմոնը, good morning եւ բարի առավոտ։ Եվ ձեռնարկի հայերեն թարգմանիչ, գլխավոր խմբագիր, ջութակահար Դետմոլդի կոնսերվատորիայի պրոֆեսոր Արամ Բադալյանը։ Բարի առավոտ։ Բարի առավոտ։ Շնորհակալ ենք հյուրընկալվելու համար եւ իսկապես շատ հետաքրքիր աշխատության մասին ենք զրուցելու, որը որ հստակ մասնագետներ է պահանջում, այսինքն ջութակահարներ այս դեպքում, երաժշտության ասպարեզում եւ վուալյա, մենք ունենք արդեն ուղեցույց գիրք ջութակահարի մասին, հա, որպես այդպեսին, որը որ պետք է տիրապետի գործիքին կամ արդեն տիրապետում է եւ ուզում է իր մասնագիտությունը որպես այդպեսին ավելի կատարելագործել։ Ինչպիսի գիրք է, ինչ աշխատություն է եւ ինչպես եղավ այս գրքի հայերեն հրատարակության գաղափարը։ Նախ շնորհակալություն մեզ հյուրընկալելու համար։ Սիրով։ Գիրքը հրատարակվել է Բեռլինում, իրական գիրքը գրվել է Կարլ Ֆլեշի, որը մեծ ջութակի մանկավարժ էր եւ ջութակահար հայտնի, երկու մեծ հատորներով, որը 2000 թվականի վերջին Մաքսիմիլիանը եւ իր գոլեգան նույն նվագախմբից խմբագրել են նոր լեզվով, որտեղ հին գերմաներենով է դժվար հասկանալի, նոր լեզվով Շիլլերի գերմաներենով եւ ավելի շատ Բերթոլդ Բրեխտյան ավելի նոր հասանելի գերմաներենով, ավելի նոր ժամանակների համար։ Միտքը հայերեն թարգմանելու եկել էր հենց Մաքսից, որտեղ Մաքսիմիլյանն եկել էր Հայաստան, վարպետության դասերի, եւ շատ հրապուրվել էր Հայաստանը, որի համար մենք բոլորս շատ շնորհակալ ենք։ Թարգմանել գիրքը հայ ջութակահարների, հայ ջութակային դպրոցի համար, որտեղ Հայաստանում իրականում առաջին դեպքն է նմանատիպ գիրք հայերեն թարգմանելու, մի ամբողջ դպրոց, որտեղ գիրքը մոտարապես 400 էջ է եւ բարունակում է ամբողջ ջութակ նվագելու արվեստը, սկսած տեխնիկայից, վերջացված երաժշտական բեմին կատարմամբ։ Հրաշալի, ես ուզում եմ հասկանալ տեխնիկական առումով եւ մասնագիտական առումով այն ինչպիսի հետք է թողել ձեր մասնագիտական կյանքի եւ գործունեության վրա, ինչ տեխնիկաներ եք, արդյոք դուք օգտվել եք տեխնիկաներին տիրապետելու համար հենց այս գրքից։ Այո։ Գիտեք, ջութակի արվեստի մեջ կան տարբեր դպրոցներ, ռուսական, ֆրանկո-բելգիական, ամերիկյան, ու ամեն դպրոցի մեծագույն խոշորագույն ներկայացուցիչները նաեւ գրել են նմանատիպ գրքեր, որոնք ամեն մեկն ունեն արժեքը։ Կարլ Ֆլեշի դերը շատ մեծ է։ Իմ անձնական անցած դպրոցը ավելի ռուսականին է նման, որտեղ իմ դասախոսը ռուս է, չնայած ես գերմաներեն սովորել, բայց ընդհանրությունները շատ են։ Գիրքը լրացում է նաեւ գամաների համակարգով, վարությունների համար, որ ցանկացած ջութակահար գիտի, Հայաստանում էլ, դրսում էլ, եւ շատ կարեւոր դեր կխաղա հուսով եմ հայկական երաժշտական կյանքում նաեւ։ Արա, մենք իհարկե խոստացանք հեռուստադիտողին, որ դուք կօգնեք մեզ շփվել Մաքսիմիլյանի հետ հաղորդակցության հարցում այս դեպքում եւ հիմա կուզենք նաեւ Մաքսիմիլյանի հետ զրուցել։ Մաքսիմիլյան, 1923 թվականին գիտենք, որ գիրքը հրատարակվել է որպես այդպիսին եւ Արամը նշեց, որ ձեր թեթև ձեռամբ նաեւ հայերեն հրատարակվեց հայ ջութակահարների համար։ Հետաքրքիր է, ինչից հասկացաք, որ մեր երկրում պարտադիր է ունենալ այսպիսի դասագիրք եւ ուղեցույց որպես այդպիսին ջութակահարների համար, որն էր մոտիվացիան եւ երբ հասկացաք, որ այդ միտքը ծագեց ձեզ մոտ ունենալ այսպիսի նախաձեռնություն հայերեն հրատարակել այս գիրքը։ Ganz kurz übersetzen. Gerne. Also, fragt, woher kommt die Idee, das zu übersetzen auf Armenisch? Und wie ist das Verbindung gekommen mit Armenisch? Hast du gedacht, jetzt muss man das auf Armenisch übersetzen? Auf Deutsch, ja. Antworte ich dir. Or do you want English is fine as well, or? I think your original language is going to be much better. Okay. Gerne. Die Idee kam durch die Leiterin der Primavera Foundation, Elena Jakovleva, das zu übersetzen, was ich eine sehr gute Idee fand. Und sie kam dann auch mit der Idee auf mich zu, weil sie hat davon gehört, dass wir eben dieses Buch herausgebracht haben
Und das natürlich in einem Land zu etablieren, wo es so etwas noch nicht gibt, war einfach natürlich eine sehr gute Idee. Իդեան եկել է Primavera Foundation-ի կազմակերպչից Ելենա Յակովլևայից, որը իմանալով գրքի մասին առաջարկել էր Մաքսին թարգմանություն անել, քանի որ Հայաստանում նման գիրք դեռ չէր թարգմանվել։ Եվ իր համար շատ հետաքրքիր է օգնել նաև երկրներին, որտեղ նման ինֆորմացիա դեռ չկա։ Այստեղ նաև շատ հատկանշական է հենց համագործակցությունը Primavera-ի հետ, ես ուզում եմ նաև հասկանալ, թե ինչպես տեղի ունեցավ Primavera-ի հետ համագործակցություն։ Դուք տեղյակ եք այսպիսի ադմինիստրատիվ նորություններից։ Ես փորձեմ պատասխանել, թե Մաքսը։ Դուք պատասխանեք։ Դուք երկուսը տիրապետում եք թեմային։ Ինձ ճիշտ ասած արդեն գրքի մտահղացում ունենալով Ելենան մոտեցավ, խոսում էր, որ 6 ամիս փնտրում էր նմանատիպ մարդ, որ թարգմանի, որտեղ գիրքը ահռելի մեծ է եւ մասնագիտապես դժվար է։ Մասնագիտ է պետք է մարդ, որ լեզուներ է խոսում նաեւ, որովհետեւ ես եւ այդ ժամանակվանից ես Ելենային ճանաչեցի։ Նույնատիպ ճանաչել Մաքսիմիլյանի հետ, ծանոթություն եղել է Մաքսիմիլյանի հետ, die fragen wie ist gekommen deine Verbindung mit Jelena? Woher kennst du Jelena? Jelena habe ich das erste Mal in Moskau tatsächlich getroffen. Aha. Nach einem Konzert. Ich habe ein Konzert gespielt im großen Saal vom Moskauer Konservatorium. Und nach dem Konzert, weil sie mich mit ihrer damaligen Agentur vertreten hat für dieses Konzert, sind wir danach noch was essen gegangen. Und so kam die Verbindung und Gott sei Dank ist sie entstanden. So. Ելենային Մաքսիմյանը առաջին անգամ հանդիպել է Մոսկվայում համերգից հետո, որտեղ Ելենան աշխատել է Մոսկվայում որպես կոնցերտ ագենտ եւ համերգից հետո, քանի որ կազմակերպվել է Ելենայի կողմից համերգ, իրենք ծանոթացել են։ Ահա, շատ հետաքրքիր է, բայց նաև այս գրքի ձեռնարկից զատ, բայց նաև համահունչ եւ համապատասխան նույն խորագրով ջութակ նվագելու արվեստը դեկտեմբերի 24-ին Արամ Խաչատրյան համերգասրահում սպասվում է համապատասխան համերգ, ծրագիր, հետաքրքիր է եւ նաև դուք եք հանդես գալու որպես այդպեսին նաև Մաքսիմիլյանը։ Այո, ահա, հրաշալի է։ Դե պատմեք, խնդրեմ նաև այս համերգի մասին, ինչպեսի կոնցերտ է սպասվում ջութակասեր հայ հանդիսատեսի համար։ Քանի որ ես էլ Մաքսիմիլյանը ջութակահարներ ենք, ակտիվ ջութակահարներ ենք, մենք ներկայացնում ենք գիրքը ամսի 24-ին, ֆիլհարմոնիայի դահլիճում, ազգային ֆիլհարմոնիայի հետ, դիրիժորը կլինի Էդվարդ Թոփչյան, որի համար երկուսը շատ երջանիկ ենք, որ երկուսը առաջին անգամ ենք նվագելու ֆիլհարմոնիկի հետ եւ Էդվարդ Թոփչյանի հետ։ Այո։ Եվ ներկայացնում են գիրքը, կլինի նաեւ հանդեսի համար կարճ ներկայացում, գիրքը որտեղից է երբ է, կար ֆլեշի մասին, ինչ-որ ինֆորմացիա եւ դրանից հետո Մաքսը կատարի Կոլնգոլդի ջութակի կոնցերտը, որից հետո ես նաեւ Բրուխի ջութակի կոնցերտը։ Հրաշալի է։ Դրանից հետո հանդիսատեսին սպասվում է մի փոքրիկ անակնկալ մեր երկուսի կատարմամբ։ Հրաշալի։ Մաքս, ինչպեսի զգացողություններ է ունենալ մեր ֆիլհարմոնիկի հետ համատեղ համերգային ծրագիր, նվագեք միասին, սա ինչպեսի զգացողություններ է կամ արդյոք առաջին անգամ է ձեզ մոտ թե ոչ։ Bist du erstes Mal mit der Philharmonie hier mit Edward Topchan und wenn ja und wenn nicht, wie ist dein Gefühl dazu? Also wie findest du das? Ja, es ist das erste Mal, auch das Stück des Conga- und Violinkonzerts ist für mich auch eine Premiere. Von daher ist es natürlich nochmal besonders aufregend und ich freue mich echt sehr. Ich freue mich auch gleich auf die Probe und hoffe natürlich, dass wir auch nochmal zusammenarbeiten können. Առաջին անգամ եմ Մաքսի համար ֆիլհարմոնիկի հետ եւ Էդվարդ Թոփչյանի հետ եւ Կոնգոլդի կոնցերտն էլ առաջին անգամ նվագելու դրա համար ինքը շատ ուրախ է եւ շատ ուրախ է որ հենց ձեզ հանդիպումից հետո մեր առաջին փորձն է նաեւ եւ մենք ուղիղ գնում ենք դեպի հրաշալի է Արամ Խաչատրյան համերգասրահ վստահ ենք որ հանդիսատեսը հրաշալի նոտաներ է վայելելու այստեղ գրքի մասին մի շատ հատկանշական փաստ կա որի մասին կուզեմ որ դուք խոսեք բարեգործական հիմունքներով քանի որ հրատարակվելու է գիրքը այն կոնսերվատորիաներին քոլեջներին եւ երաժշտական դպրոցներին տրամադրվելու է անվճար ես ուզում եմ դուք մի փոքր հստակեցնեք մեր հեռուստադիտողի համար ինչպես կարող են գիրքը ձեռք բերել Գիրքը ընդհանրապես լինելու է անվճար մեր
իհարկե դա շատ մեծ երջանկություն է մեր երաժիշտների համար նման հովանավորներ ունենալ նամանավանդ Հայաստանում ինձ համար մեծ արժեք է եւ տվելու անվճար բոլոր երաժշտական մասնագետներին, այսինքն մանկավարժներին, երաժշտական դպրոցների 3 մենք կոնսերվատորիա ենք նվիրաբերեցինք 10 գիրք կոնսերվատորիայի գրադարանին եւ ցանկացած մարդ ով դասավանդում է կամ պրոֆեսիոնալ երաժիշտ է կարող է մոտենալ եւ խնդրել գրքի տարբերակը ջրի Անվճար, այո, անվճար։ Այնպես որ սիրելի ապագա ջութակահարներ, որոնք արդեն սովորելու եւ դասապրոցեսի մեջ են եւ արդեն կայացած մարդիկ, ովքեր որ իսկապես գործունեության մեջ են ջութակի հետ միասին, կա ձեռնարկ եւ հրաշալի նորություն անվճար ձեռք բերելու այս անկյունակարային միանշանակ ձեռնարկն ու դասագիրքը որը որ պատրաստված է հենց ձեզ համար։ Ինձ հետաքրքիր է նաև Մաքսիմիլյանի կարիերայի ընթացքում ինչպիսի կարևոր իր դեր է խաղացել այս գիրքը Կարլ Ֆլեշի ջութակ նվագելու արվեստը գիրքը, ինչպիսի խորհուրդներ եւ կարևոր կետեր է նա օգտագործում իր կարիերայի ընթացքում։ Die Frage ist, wie wichtig war dieser Buch für dich in deiner Karriere, in deinem Studium? Das ist eine sehr gute Frage. Um ganz ehrlich zu sein, habe ich mich erst damit beschäftigt, richtig beschäftigt mit diesem Buch, als ich gefragt wurde, das neu umzuschreiben, also zu editieren. Das alles dann, aber dann im Nachgang ist sehr viel hängen geblieben, sodass ich davon immer noch einiges versuche zu berücksichtigen. Երիտասարդ ժամանակը կամ այդ ուշադրություն չի դարձնել չնայած բոլորը գիտեն գիրքը եւ կամաների համակարգը հիմնական շատ լուրջ ձևով ուսումնասիրել երբ որ պետք է խմբագրել արդեն գիրքը բայց դրանից հետո շատ մեծ դեռ հիմա արդյունքները կան մեծ հետևանք եւ հետքեր է թողել Մենք վաղթում ենք ձեզ հաջողություններ շնորհակալ ենք հյուրընկալվելու համար այնպես դանկեշոն եւ դեկտեմբերի 24-ին անպայման ձեզ լեփլեցուն դահլիճ ու հրաշալի հանդիսատես որը կգնահատի նախ ձեր կատարած ստեղծագործությունները եւ իհարկե գիրքը իր արդյունքը կտեսնի Իհարկե շնորհակալություն այսպիսի ձեռնարկի համար որը իրոք հիմնակարային է եւ հիմք է դառնալու ուսման զարգացման համար դե սիրելի հեռուստադիտողներ այս պահին մենք ընդմիջ ենք գովազդով այնուհետև շարունակենք